Շամիրամ գյուղում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մասին քննչական կոմիտեն նոր մանրամասներ է ներկայացրել։ Պարզվում է միջադեպից առաջ հանցագործության մեջ կասկածվող Թելման Քալաշյանը գումարային հարցերի շուրջ հեռախոսով խոսել է իր ազգականի հետ ու պահանջել վերադարձնել վերջինի բարեկամին տված պարտքը։ Ծագած վիճաբանությունից հետո Քալաշյանը մեքենայով գնացել է գերեզմանատան մոտ գտնվող սգոսերա, հայհոյանքներ հնչեցրել եւ կրակոցներ արձակել։ Արդյունքում հիշեցնենք 4 մարդ մահացել է, 7 վիրավոր կա։ Դեպքից հետո Թելման Քալաշյանը փախուստի է դիմել սգոսերայում գտնվողներից մեկը հետապնդել է նրան ու իր ավտոմեքենայով բախվել Քալաշյանի Նիվային։ Այն հայտնվել է ճանապարհին հարակից դաշտում եւ անսարքության պատճառով կանգնել։ Թելման Քալաշյանին մեկ այլ մեքենայով օգնության է հասել նրա հորեղբայրը եւ միասին փախուստի են դիմել։ Վերջինը ձերբակալված է, իսկ Թելման Քալաշյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված։ Օգոստոսի 6-ը եւ 7-ը ամենաշոգ օրերը կլինեն հանրապետությունում։ Այդ օրերին Արարատյան դաշտում եւ Երևանի ցածրադիր շրջաններում օդի ջերմաստիճանը կարող է հասնել 41-42 աստիճան տաքության։ Նման ջերմաստիճան կարող է գրանցվել նաեւ Իրանի հետ սահմանին Մեղրի եւ Ագարակ քաղաքներում, Արաքսի հովտում։ Մասնագետները զգուշացնում են, արևի ուղիղ ճառագայթների տակ երկարատև ֆիզիկական աշխատանք կարող է հանգեցնել արևահարության։ Սասնա ծռերի 14 անդամների գործով դատական նիստ չի լինի մինչև օգոստոսի 23-ը դատարանն արձակուրդ է գնում։ Մինչ այդ դատավոր Արտուշ Գաբրիելյանը փաստաբաններին առաջարկել էր արձակուրդ գնալ, վերջինները մերժել էին։ Այս հարցն այսօրվա դատական նիստում քննարկման առարկա է դարձել։ Իսկ պաշտպաններն այսօր բոլոր ամբաստանյալներին դատարանի դահլիճ բերելու միջնորդություն են ներկայացրել։ Փաստաբանները հիշեցրել են, որ ամբաստանյալներն իրենց բացակայության դեպքում պաշտպաններին արգելել են մասնակցել նիստին։ Արտուշ Գաբրիելյանը սակայն անտեսել է այս հիմնավորումն ու մերժել միջնորդությունը։ Դատավորի որոշումից հետո պաշտպանները լքել են դատարանի դահլիճը եւ նիստը հետաձգվել է։ Մինչ այդ սակայն Արտուշ Գաբրիելյանը հասցրել է դատական սանկցիա կիրառել փաստաբանների նկատմամբ։ Երևանում 2015 թվականի փետրվարին 8 ամսական երկվորյակներին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող վարորդը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Էպիլեպսիայով տառապող Ռազմիկ Ավետիսյանին դատարանը 3 տարով զրկել է նաև տրանսպորտային միջոց վարելու իրավունքից։ Հիշեցնենք, որ ողբերգական վրաերթը տեղի էր ունեցել Նորք Մարաշ խաղամասում։ Վարորդը վրաերթի էր ենթարկել 82-ամյա մի կնոջ, ապա 29-ամյա Աննա Հարությունյանին եւ նրա երկու փոքրիկներին։ Վրաերթի հետևանքով երկվորյակները մահացել էին, իսկ Աննան մարմնական վնասվածքներով հիվանդանոցում էր հայտնվել։ Վեոլիա ջուրը ցանկանում է դիմել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ջրի սակագինը բարձրացնելու խնդրանքով։ Նշենք, որ Վեոլիա ջուրը նախկինում ջրով ապահովում էր Երևանն ու մայրաքաղաքի շրջակայքը, իսկ ամբողջ հանրապետության ջրամատակարարման լիցենզիան ստացել է 2017 թվականի հունվարի 1-ից։ Պայմանագրի համաձայն, սակայն ընկերությունն առնվազն 2 տարի չի կարող սակագների բարձրացում պահանջել։ Ներկայում 1 խորանարդ մետր ջրի սակագինը 180 դրամ է, իսկ Վեոլիա ջուրն առաջարկում է այն հասցնել 194 դրամ 3 լումայի։ Խոշոր բաժանորդների համար էլ սակագինը 54 դրամ է, որն առաջարկվում է հասցնել 58 դրամ 3 լումայի։ Հանրային ծառայությունները կարգավորող պետական հանձնաժողով սակագնի մասին հայտ ներկայացնելով ընկերությունը պետք է փաստաթղթերով հիմնավորի պահանջը։ Մեկ լուր էլ Գազպրոմ Արմենիայից օգոստոսի 3-ից 30 օրով կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը։ Պատճառը Հյուսիսային Կովկաս Անդրկովկաս գազատարի վրա իրականացվելիք շինարարական աշխատանքներն են։ Ընկերությունից սակայն վստահեցնում են, որ դա որևէ կերպ չի ազդի հանրապետության սպառողների գազամատակարարման վրա։ Վրաստանի նախկին նախագահի գլխին սև ամպեր են կուտակվում։ Միացյալ Նահանգներում գտնվող Միխայիլ Սահակաշվիլին երեկ հայտարարեց, որ մտադիր չէ թաքնվել ԱՄՆ-ում Ուկրաինայի վերադառնալու եւ դատի է տալու երկրի իշխանություններին իրեն քաղաքացիությունից զրկելու համար։ Այսօր արդեն Ուկրաինայի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Օդեսայի նախկին նահանգապետը երկրում հայտնվելուց հետո կարտահանձնվի Վրաստանին, իսկ այստեղ նրա դեմ քրեական գործ կհարուցված։ Յուրի Լուցենկոն սակայն պարզաբանել է, որ դրա համար նախ հարկավոր է, որպեսզի Կիևը Թբիլիսիից արտահանձնման մասին հերթական հարցումը ստանա։ Օգոստոսի 2-ին դոլարը փոքրինչ էժանացել է, կազմելով 478 դրամ, եվրոյի փոխարժեքն այսօր կազմել է 566, ֆունտինը 633 դրամ, ռուբլունը 7 դրամ 89 լումա։ Օգոստոսի 3-ին հանրապետությունում սպասվում է առանց ձեղումների եղանակ, մինչև օգոստոսի 7-ը օդի միջին նորական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 5-ից 6 աստիճանով, ուլտրամանուշակագույն ջարագայթման ինդեքսը 6։ Երևանում վաղը գիշերը կդիտվի 24-ից 26, ցերեկը 38-ից 39 աստիճան տաքություն։